Ներողություն Հայրիկ, մի բան հարցնեմ էլի, դուք ինչպես հասկանում եմ հավատացյալ մեր քաղաքացիներից եք, կողմնակից եք, որ կաթողիկոսը հանգստի կոչվի եւ հեռանա։ Ես գտնում եմ, որ այսօր անինորն է, որ այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Բայց այդ հարցը արդեն դարձրել են օրակարգի թեմա ցավոք եւ Ներողություն, հավատավոր մարդու համար այսօրը ամենևին նշանակություն չունի եւ ցանկացած նման տաղավարտոն գտնում եմ, որ չի կարելի տղծել։ Մնացածը ամեն մարդ իր խղճի եւ Աստծո առաջ է պատասխան տալու, ուրիշ խոսք չունեմ ասել։ Վաղը չեք մասնակցելու Գրիգոր Լուսավորիչ վարչապետի հրավերքին, որ հավաք այնտեղ անցկացնի եւ ուխտերթ կազմակերպի դեպի Սուրբ Աննա եկեղեցի։ Ճիշտ ասած ոչ, ես կգնամ վաղը նորից պատարակի արարողության։ Ես չեմ պատրաստվում որևիցե գործառույթներին խառնվել։ Աստծո գործերն անքննելի են եւ մենք շատ փոքր ենք Աստծո գործերին խառնվելու համար։ Շնորհակալություն։ Իսկ մի հարց էլ ձեր կարծիքով այն 10 եպիսկոպոսները ինչու այդպես վարվեցին եւ թիկունքով շրջվեցին վեհափարին։ Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս, առաջի հերթին։ Եվ ավետարանը մի գեղեցիկ խոսք ունի, գիտեք, ասում են մարդը, որ չգիտի Աստծո խոսքը, նա կարող է սխալվել, իսկ մարդը, որ գիտի, նա կրկնակի պատժի կենթարկվի եւ Աստծո դատաստանին։ Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս։ Եվ Աստվածային հոգին, որ դրված է ամեն մարդու մեջ, ինքը պետք է իր հոգու հետ առաջի հերթին համերաշխապրի։ Մնացածը իմ խնդիրը չէ եւ ես չեմ կարող ավելի խելացի լինել, քան մարդիկ, որոնք ամբողջ կյանք ուսումնասիրել են ավետարանը։ Ես Վեհափար հայրապետը պետք է նրանց պատժի եւ կարգալույծ անի հեռացնի մայրաթորից։ Ես նորից եմ ասում, ես մի բանը որ չեմ տիրապետում, չեմ ուզում խառնվել այն գործընթացներին, որտեղ ես մասնագետ չեմ։ Իմ մասնագիտության մեջ միգուցե ես ասեի, որն էր ճիշտ, այստեղ ես անզոր եմ ասել։ Որպես հավատացյալ եկեղեցին բարենորոգման կարիք ունի թե չունի, այնպիսի ծրագրով, ինչպիսին որ վարչապետն է առաջարկում։ Ասեմ, չեմ ծանոթացել ծրագրին, չեմ ուզում ստել։ Ինչ է առաջարկում, ըստ որի կանոնադրության փոխում ֆինանսական հաշվետվություններ եւ կաթողիկոսի հեռացում, այնուհետեւ նոր կաթողիկոսի նշանակում։ Ասում են մարդու գործը մարդուն, Աստծուն Աստծուն։ Ամեն մարդ զբաղվի իր գործում։ Դա իմ անձնական կարծիքն է, դա որևէ մեկին չի պարտադրվում եւ ամեն մարդ այս կյանքում պետք է շարժվի իր հոգու հետ համերաշխ։ Շնորհակալ եմ։